Ազգային ժողովում խոսում են կոռուպցիայից, պետության հիմնասյուները քայքայող մի խայտառակ երևույթից, որը ոնց եղել է Հայաստանում, այնպես էլ կա մինչ օրս, ընդամենը փոխվել են գործող դեմքերն ու գործիքակազմը։ Լսելով իշխանական պատգամավորներին տպավորություն կարող է ստեղծվել, որ համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա։ Ախր ում եք դուք խաբում։ Ժողովուրդը կարող է չի տեսնում իր շուրջը ինչ է տեղի ունենում։ Մի կողմից տենդերները շահում են իշխանական եւ մերձիշխանական շրջանակները, մյուս կողմից այդ նույն մարդիկ շատ վատ որակի նորմերին չհամապատասխանող աշխատանքներ են ամեն օր իրականացնում։ Ոչ ոք դա ոչ վերահսկում է, ոչ նրանց պատասխանատվության է ենթարկում։ Ով է դա թույլ տալիս։ Ով է դրա վրա աշկ փակողը։ Ով է այդ գերագույն անարդարը։ Գործող իշխանությունը կարող է դեռ թոս փչել ժողովրդի աչքերին, հերքել ամեն ինչ եւ զբաղվել սեփական գովքով, ինչեւ որ ժողովուրդը նրանց էլ կմերժի, բայց իրապես։ Բերել նախկին թալանչի իշխանություններին նստացվել են ազգային ժողովում որպես ընդդիմություն, որ նրանց ամեն մի քննադատությանը ասեն «Տո դուք ով եք, մոռացել եք ինչքան եք մարդ սպանել, ինչքան եք թալանել պետությունը», որ նրանց ֆոնին իբր ավելի լավ է Երևան, եւ իրենք էլ իրենց հերթին շարունակել կեղեքել Հայաստանը։ Դուք շատ նման եք, դուք սինխրոն համագործակցում եք, դուք մեկը մյուսի գոյությունն եք ապահովում։ Ժողովուրդը ձեզ նույն աչքով պետք է նայի եւ հավասարապես մերժի գալիք ընտրություններին։